Ազգային ժողովի հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, եթե ապրիլյան պատերազմի ժամանակ չարաշահման դեպքեր են եղել, պետք է հետաքննել։ Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը այո, մենք լսել ենք եւ բնականաբար եթե կան նման դեպքեր, ինձ թվում է դա հետաքննության կարիք ունի եւ իրավապահները դրա պատասխանը կտան։ Նախընտրական կարգախոսների մասին Վահրամ Բաղդասարյանը կարծում է, հանրապետականի կարգախոսում ամրագրված անվտանգությունն ու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի խաղաղությունն իրար ոչ թե հակասում են, այլ լրացնում։ Եթե չկա խաղաղություն, չի կարող լինել անվտանգություն եւ մեր համար մեկ խնդիրը մեր երկրի բոլոր քաղաքական ուժերի, դա մեր երկրի անվտանգության խնդիրն է, որից բխում է նաեւ խաղաղությունը։ Մնացած բոլորը դրանց ածանցյալներ են, առաջընթացը, զարգացումը, ժողովրդավարությունը, դրանք հաջորդելու են մեր անվտանգությանը եւ խաղաղությանը։ Եթե լուծվի անվտանգության խնդիրը ըստ Բաղդասարյանի, հանրապետականի նախընտրական նախկին կարգախոսներն էլ իրականություն կդառնան։ Որպեսզի մենք հասնենք առաջ Հայաստանին, ապահով Հայաստանին, մենք առաջին հերթին պետք է լուծենք մեր երկրի անվտանգության հարցը։ Բաղդասարյանն ասում է, Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին չէ։ Մենք այս ժողովրդի ղեկավարության տարված քաղաքականության դեմ ենք, որ ասում ենք մեր թշնամիներն են։ Ժողովուրդը մեր թշնամին չէ։ Եվ մենք դեմ չենք մեր նպատակներին հասնելուց հետո, Արցախի ինքնորոշման խնդիրը կարգավորվելուց հետո, խաղաղ պայմաններ ստեղծելուց հետո, այդ ժողովրդի հետ մենք կարողանանք հարաբերություններ վերականգնել։ Ըստ Բաղդասարյանի, անվտանգություն եւ առաջընթաց կարգախոսի շրջանակներում հանրապետականը պատրաստ է համագործակցել ՀԱԿ-ի հետ։ Մենք շարժվելու ենք մեր կարգախոսով, իսկ եթե ՀԱԿ-ը ցանկանա, որ մեզ հետ նույնպես այդ կարգախոսով շարժվի, մենք պատրաստ ենք համագործակցել։ Հանրապետականի հետ որևէ համագործակցություն այսօր հայտարարեց Արամ Մանուկյանը, ՀԱԿ-ը բացառում է։ Այն նախագիծը, որը կոչվում է, այսպես ասած, խաղաղության ծրագիր, դա մեր ծրագիրը չէ։ Դա հանրապետականի համաձայնեցրած, հանրապետականի հետ համաձայնեցրած, Ադրբեջանի հետ համաձայնեցրած ծրագիրն է։ Մենք դիմում ենք իշխանություններին գնալ խաղաղության այս ծրագրով։ Եթե իրանք իրականացնում են, մենք ողջունում ենք։ Իրենք ավելին են կարողանում ձեռք բերել, կրկին ողջունում ենք։ Եթե չեն գնում, համարձակությունը չունեն կամ խուսափում են այս հարցի պատասխանելուց կամ այս խնդիրը լուծելուց, մենք ասում ենք, մենք ենք պատրաստ այդ խնդիրը լուծելու։ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն կարգախոսին Արմեն Ռուստամյանի խոսքով դաշնակցությունը դեմ է, կարծում է այդ թեզը հրապարակ է բերվել առավելապես դրսի բարեհաճությունը ստանալու համար։ Դաշնակցությունը կարծում է, որևէ փոխզիջման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ոչ թե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, որը տարբեր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, որտեղ 91 թվականին հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն լղիմով գումարած Շահումյանի շրջանը։ Այդ տարածքներով թող ճանաչի անկախությունը, որ բանակցությունները տեղից շարժվեն։ Ըստ էության ոչ մի զիջում պատրաստ չի կատարել ադրբեջանական կողմը։ Եվ հիմա ո՞նց ենք պատրաստվում, այսինքն գնալ խաղաղության, որպեսզի պատերազմը դադարի։ Դրա հեշտ ձևը, եթե պատերազմը դադարելու արագ լուծման ձև ենք որոնում, հեշտը հանձնվելն է։ Եկեք հանձնվենք, ասենք Ադրբեջանն է սա ուզում տանք իրան, որպեսզի բավարարենք նրա քմահաճույքները, որ հասնենք խաղաղության։ Որ Սոչին ու Ստամբուլն էլ գումարենք հետը եւ համաձայնություն տանք։ Ինչի՞ չէ, ցանկությունների առումով դաշնակցությունը ներկայացնում է այսպես բաժակաճառ ցանկություն